Մարդու հիշողության արդյունավետությունը կախված է տարբեր գործոններից, ինչպիսիք են ինֆորմացիայի տեսակն ու ներկայացման ձևը, անհատի ուշադրության մակարդակը, կրկնության հաճախականությունը և ամենակարևորը հուզական ներգրավվածությունը։ Ըստ Միլլերի օրենքի, որն ի դեպ սահմանել է ամերիկացի հոգեբան Ջորջ Միլլերը, մարդու կարճաժամկետ հիշողության սահմանը մոտավորապես 5-ից 9 միավոր է։ Եթե օրինակ մարդու ուշադրությունը կենտրոնացած է 10-ից 12 տարի վրա, ապա նա հիշում է դրանց 50-ից 80%-ը։ Եթե տեղեկատվությունն ավելին է օրինակ 50 միավոր, ապա կարճաժամկետ հիշողությունը պահպանում է միայն 10-ից 20%-ը։ Ըստ վիճակագրության, գիրքը ընթերցելուց անմիջապես մեկ շաբաթ անց, կրկնության բացակայության դեպքում դուք մտապահում եք ամբողջ ինֆորմացիայի միայն 10-ից 20%-ը։ Գերմանացի հոգեբան Հերման Էբինգհաուսը ուսումնասիրել է, թե որքան արագ ենք մենք մոռանում նոր սովորած տեղեկությունը։ Նա ստեղծեց իմաստազուրկ վանկերի ցուցակներ, սովորեց դրանք և ժամանակ առ ժամանակ փորձեց վերհիշել։ Նրա ուսումնասիրությունների արդյունքում ստացվեց այսպես կոչված մոռացման կորը, որը ցույց է տալիս, որ առանց կրկնելու տեղեկությունը արագորեն մոռացվում է առաջին ժամերի ընթացքում։ Մեր ուղեղը շատ արագ է մոռանում նոր ինֆորմացիան։ Հերման Էբինգհաուսի փորձերը ցույց տվեցին, որ սովորելուց մոտ 1 ժամ անց մենք կարող ենք կորցնել ստացած տեղեկատվության 50%-ը։